Հիմա եթե այդ կանխավարկածով մոտենանք, ոչ թե կրիպտոնա պետք է արգելել, այլ պետք է բանկային համակարգ արգելել, որտեղ այնտեղ տասնյակ անգամներ, հարյուրավոր անգամներ ավելի շատ ապօրինի գումարներ են շրջանառվում։ Այս նախաձեռնությունը միանշանակ չի ընդունվել, դուք եւս դժգոհ եք դրանից։ Այո, միանշանակ։ Մոնոպոլ վիճակ է ստեղծելու շուկայում, չափազանց խիստ է այն ոլորտի համար, որը դեռևս սաղմնային փուլում է։ Ես ճիշտ եմ հասկանում, որ ավանդական ֆինանսական կառույցների մոտ այս նոր ոլորտի նկատմամբ կա շատ մեծ կասկածամտություն։ Ճիշտ եք ասում, հենց մեղավորության կանխավարկածով են մոտենում։ Կենտրոնական բանկը խորհրդատվել զերծ մնալ կրիպտոարժույթներից, ինչի հետևանքով բանկային համակարգը շուրջ 7 տարի կլինի, չի սպասարկում այս ոլորտը։ Միջազգային ընկերությունները ներկայացված չեն Հայաստանում։ Պետությունը, իդեմս նաև կենտրոնական բանկի, տարել է ամեն ինչ նրան, որ Binance-ը չի եկել Հայաստանում, չի գրանցվել, փոխարենը գնացել է մեր հարևան Վրաստանում է գրանցվել, որ մեզ նայեն ոնց որ այլ տնտեսվարողներ են նայում, մեզ էլ հաշիվ բացեն։ Եկեք, քայլ առ քայլ սկսենք։ Միանգամից 0 մակարդակից չբարձրացնենք ռեգուլյացիայի մակարդակը երրորդ ամենադժվար մակարդակին, որ ուղղակի սպանի դա ոլորտը։